Սրբազան հորը եկել են շնորհավորելու մարդիկ եւ նրանք ասում են, որ նա կատարյալ ազատության մեջ չէ, բայց ազատության մեջ է բոլոր իմաստներով։ Եվ Սրբազան հորը հնարավոր չէ որևէ կերպ կաշկանդել նրա խոսքը։ Ինչ եք կարծում, այս իրավիճակում Փաշինյանը երբ որ անդադ պարտություն է կրում, կփորձի գնալ փոխզիջումների կամ, այսպես ասենք, նահանջի գրոհից, որտեղ հասկանում է հանրային ճնշումը ավելի շատ իր ուղղությամբ է եւ ոչ թե եկեղեցու։ Ես կարծում եմ, որ ստեղ նահանջի կամ առաջ գնալու խնդիր չկա, ստեղ անձի դիրքորոշումն է Հայաստանի Սուրբ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Մենք տեսնում ենք, որ նահանջի կամ առաջ խաղացման հարց չէ, այլ փորձում ենք խնդիր լուծել եկեղեցին ազգային հարցերով չզբաղվի, ինչի համար որ 1700-ամյա կառույցը հենց ստեղծվել է ազգային հարցերով զբաղվելու համար, այսինքն քաղաքական իշխանության համար այս պարագայում գեր նպատակ է, որպեսզի ազգային հարցերով զբաղվող որևէ կառույց չլինի, ու այդ պայմաններում տեղի ունենում են իրադարձությունները, ինչը որ տեղի է ունենում վերջի ժամանակներում։ Բայց ես նաև ուրիշ բանի վրա եմ ուզում ուշադրություն դարձնենք, երբ որ 7 վերք եկեղեցի գնացին, այսինքն հանրությունը, հոգևորականները ճիշտ ճանապարհը հավատավոր ժողովրդին տվել են, այսինքն իրենք գնում են սրբավայրերը պղծում են, դրանից հետո այդ պղծությունը մաքրելու ձև կա ու այդ մաքրությունը տեղի ունենալու պարագայում հասկանում ենք 7 վերքը վերադառնում է դեպի իր հոգևոր ժողովուրդը, դառնում է սրբատեղի եւ որևէ խնդիր չկա, այսինքն ես այդ պայքարում որևէ խնդիր չեմ տեսնում։ Դիցուք վաղը բացարձակապես որևէ հաջողություն չունի, որովհետև հակաթույնն էլ այդ ամեն ինչի կա, այսինքն սրբավայրը պղծելուց հետո նորից օծվում է, նորից մաքրազերծվում է տվյալ սրբապիղծների գործողություններից հետո ու որևէ խնդիր ես չեմ տեսնում, դիցուք եթե ոստիկանական ուժերով տեսնում ենք, որ իշխանությունը միմիայն ոստիկանական ուժերի ուղեկցությամբ այդ ամեն ինչը կարողանում անել, մտնեն թեկուզ մայրաթոր, թեկուզ վեհարան, որևէ նշանակություն չունի